Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Խոլեստերինը եւ սեռական հորմոնները։ Իրականում խոլեստերինը հենց համարվում է բոլոր սեռական հորմոնների նախանյութը։ Հենց խոլեստերինից է սկսում սինթեզը, այսինքն արտադրությունը մեր սեռական հորմոններից։ Կա լավ խոլեստերին եւ վատ խոլեստերին։ Լավ խոլեստերինից պիտի լինի շատ, վատ խոլեստերինից պիտի լինի քիչ։ Միֆ է կարծել, որ ցածր խոլեստերինը լավ է առողջությանը։ Իհարկե միֆ է, առհասարակ օրգանիզմը սիրում է հավասարակշռություն։ Ոչ մի բանից պետքա չլինի ոչ շատ, ոչ վատ։ Ինչից է բարձրանում վատ խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Սնունդը եւ ապրելակերպը շատ հզոր գործոն է դա կառավարելու համար։ Օրինակ սպորտով զբաղվել, ֆիզիկական ակտիվությունը, թողել ծխելը, քիչ օգտագործել ալկոհոլը, թվում է թե դրանք ուղիղ կապ չունեն, բայց հակառակը դրանք ապակինում են մեր նյութափոխանակությունը։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ խոլեստերինը եւ սեռական հորմոնները։ Թեման կզարմացնի շատերին, որովհետև քչերը գիտեն, որ խոլեստերինը կարևոր նշանակություն ունի, հիմնական շինանյութն է սեռական հորմոնների համար, ինչ կապ կա խոլեստերինի եւ հորմոնալ առողջության միջև եւ ինչու է կարևոր պահպանել հավասարակշռությունը։ Կզրուցենք էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ։ Ողջույն Իրինա։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ ու շատ շնորհակալ եմ նաև նման կարևոր թեմա բարձրացնելու համար։ Իդեպ ասենք, որ առաջին անգամ ենք թեմայով զրուցելու եւ շատերի համար բարձրահայտում ենք անելու։ Հիմա ասենք, ինչ կապ կա խոլեստերինի եւ սեռական հորմոնների միջև։ Իրականում խոլեստերինը հենց համարվում է բոլոր սեռական հորմոնների նախանյութը։ Հենց խոլեստերինից է սկսում սինթեզը, այսինքն արտադրությունը մեր սեռական հորմոնների, թե արական, թե իգական, այսինքն այստեղ խոսքը գնալու է թե տեստոստերոնի, թե էստրոգենների մասին։ Ուրեմն ասենք, որոնք են սեռական հորմոնները եւ ինչ դեր ունեն կանանց եւ տղամարդկանց առողջության համար։ Նախ սեռական հորմոնները արտադրվում են շատ բարդ եւ շատ տարբեր ռեակցիաների միջոցով, այսինքն որպեսզի արտադրվի մեկ սեռական հորմոն, թե արական, թե իգական, այդ process-ը անցնում է բազմաթիվ քիմիական ռեակցիաներ, այո։ Ու այդ ռեակցիաների նախանյութն է, որ հենց խոլեստերինն է։ Իսկ հենց բուն սեռական հորմոնները շատ կարևոր են թե դեռահասության փուլում, որտեղ որ իրենց ակտիվությունը սկսվում է, թե մեծահասակ կյանքում։ Մենք խոսում ենք տեստոստերոնի եւ էստրոգենների մասին։ Տեստոստերոնը համարվում է արական սեռական հորմոնը, էստրոգենները համարվում են իգական սեռական հորմոնները։ Սակայն այստեղ կարևոր է նշել, որ իհարկե թե տղամարդիկ ունեն երկուսից էլ, եւ թե կանայք ունեն եւ տեստոստերոն եւ իգական հորմոններ։ Այսինքն մենք բոլորս ունենք բոլոր հորմոններից, ուղղակի տարբեր սեռերի մոտ այդ հավասարակշռությունը տարբեր է, այսինքն բնականաբար այն հատկանիշները, որ ունեն տղաները, սկսած սեռահասունացման շրջանից, դեռահասության շրջանից, դրանք արտահայտվում են ի հաշիվ տեստոստերոնի։ Իսկ այն բոլոր կանացի նշանները, որոնք որ սկսվում են դեռահասության շրջանից, դրանց պատասխանատուն էստրոգեններն են դեռահաս աղջիկների մոտ։ Ու դե արդեն հետագայում իրանց գործունեությունը նաև փոխվում է մեծահասակ կյանքում։ Չի փոխվում, բայց դեռահասության շրջանում շատ կարևոր են իրանք, որպեսզի ճիշտ ձևով զարգանան բոլոր սեռական հատկանիշները երկրորդային, օրինակ, աղջիկների մոտ կրծքագեղձերի զարգացումը, աղջիկների մոտ դաշտանի սկսելը, իսկ տղաների մոտ արդեն տեստոստերոնի ազդեցությամբ առաջանում է ամորտիների մեծացում, առաջանում է մազակալումը, դեմքի եւ մարմնի հատվածներում։ Մենք այստեղ հասկացանք, որ խոլեստերինը ուղիղ կապ ունի սեռական հորմոնների հավասարակշռության համար։ Հիմա միֆ է կարծել, որ ցածր խոլեստերինը լավ է առողջությանը։ Իհարկե միֆ է, ցածր խոլեստերինը հատկապես դեռահասների շրջանում, իսկ մենք դա տեսնում ենք օրինակ անորեքսիաների ժամանակ կամ տեսնում ենք շատ խիստ դիետաներ պահելու պարագայում, երբ որ սահմանափակում են ու կարելի ասել բացառում են ճարպը իրենց սննդակարգից։ Դեռահասները իրավունք չունեն դա անելու, երեխաները նույնպես, մեծահասակներն էլ, բայց վնասը ավելի շատ հենց դեռահասների եւ երեխաների վրա է երևում։ Ու հենց այդ ժամանակ էլ ունենում ենք դաշտանային ցիկլի խանգարումներ կամ արդեն տղաների մոտ հենց տեստոստերոնի պակասի հետևանքով առաջացած նշաններ։ Այս իդեպ հետաքրքիր է, որ հենց այս իրավիճակը տեսնում ենք շատ սպորտսմեն կանանց մոտ, երբ որ
որ խանգարվում է իրանց դաշտանային ցիկլը ու հենց դա է պատճառը, որովհետև իրենք համարյա չունեն ճարպային շերտ, իհարկե դա մասնագիտական է, դա չափազանցվածության արդյունք է, այսինքն դա նրանց ուղղակի մասնագիտությունն ու չի կարելի դաժե ապրելակերպ համարել։ Դա իրանք պրոֆեսիոնալ սպորտսմենների մասին է։ Ու իրանք շատ հաճախ են ունենում հենց սեռական հորմոնների հետ կապված խնդիրներ, որտեղ չունեն ճարպային շերտ։ Շատ լավ, ինչպես է ազդում բարձր խոլեստերինը սեռական հորմոնների վրա։ Հիմա հակառակը խոսենք։ Կարելի է մտածել, որ օրինակ շատ է շինանյութը, ուրեմն շատ պետք է սեռական հորմոնները արտադրվեին, բայց իրականում այդպես չի, որովհետև բարձր խոլեստերինը, բայց այստեղ հա պետք է հասկանանք թե ինչ տեսակի խոլեստերին է, բայց հələ որ բարձր խոլեստերինը ինքը բերում է նաև անոթների վնասման։ Իսկ եթե անոթները սկսեն վնասվել, այն հորմոններ արտադրող օրգանները, այս դեպքում տղաների մոտ ամորտինները եւ աղջիկների մոտ ձվարանները կսկսեն վատ սնուցվել, որովհետև իրենց անոթները վնասվում են անընդհատ վնասման տակ են հետևանքով ու կսկսեն վատ արտադրել այդ հորմոնները, այսինքն առհասարակ օրգանիզմը սիրում է հավասարակշռություն, ոչ մի բանից պետքա չլինի ոչ շատ, ոչ վատ։ Բայց մի հատ հետ գնանք մի հատ սկիզբ եւ խոսենք խոլեստերինը ինչ է առհասարակ իրենից ներկայացնում եւ լավ ու վատ խոլեստերին ասվածը միֆ չէ։ Կա լավ խոլեստերին եւ վատ խոլեստերին։ Լավ խոլեստերինից պիտի լինի շատ, վատ խոլեստերինից պիտի լինի քիչ։ Երբ որ ունենում ենք հիվանդություններ, օրինակ ճարպակալում, ունենում ենք շաքարային դիաբետ կամ այլ ընտանեկան ձևեր խոլեստերինի բարձրացում, այսինքն ժառանգական ձևեր, այդ ժամանակ այդ հավասարակշռությունը փոխվում է ու ստացվում է վատից դառնում է ավելի շատ, լավից դառնում է ավելի քիչ։ Սա խնդիր է, ու սա է վնասում անոթները։ Ինչպես որ նշեցի, մեր օրգանիզմը սիրում է հավասարակշռություն, պետք է ամեն ինչ լինի իր ճիշտ նորմաների մեջ։ Այդ նորմաներն էլ են իդեպ այլ, տարբեր մարդկանց խմբերի համար այլ է։ Օրինակ, եթե մարդ ծխում է ու ունի սրտային հիվանդություններ, իր նորմաները ավելի խիստ է պետք հետևել, այսինքն չի համարվում, որ օրինակ 20 տարեկան առանց հիվանդությունների չծխող, ալկոհոլ քիչ օգտագործող, ճարպակալում չունեցող մարդու մոտ խոլեստերին ցուցանիշը թույլատրելին այլը եւ սրտանոթային հիվանդություններ ունեցող եւ վատ սովորություններ ունեցող պացիենտի մոտ կամ եթե ընտանիքում կան այդ հիվանդություններից որևէ մեկը, իր խոլեստերինի նորման այլը։ Չկա մեկ ունիվերսալ ցուցանիշ, որ կարելի է բոլորի համար, այո։ Դրա համար երբեմն պացիենտները շփոթվում են անալիզները, երբ որ իրանք դիտարկում են, այնտեղ սովորաբար մեր բոլոր լաբորատորիաները ցույց են տալիս ոչ թե մի հատ թիվ, երբեք դեռ չի լինում խոլեստերինը ցույց տա մեկ նորմա։ Ցույց է տրվում օպտիմալ ցուցանիշ, սահմանային ցուցանիշ, վտանգավոր ցուցանիշ, շատ կարևոր ու շատ հաճախ պացիենտների ինքները չեն կարողանում դա մեկնաբանել, դա նորմալ է, միշտ պետք է քննարկել բժշկի հետ, որ հասկանան հենց իրանց թիրախային խոլեստերինը որն է։ Հա, հիմա մենք չենք կարող ասել որքանն է համարվում նորմա։ Չէ, մեծամասամբ չէ։ Կա հիմա տեսեք, ինչ չափորոշիչներով է դա որոշվում։ Հենց որոշվում է պացիենտը ծխում է թե չէ, ունի սրտանոթային հիվանդություններ թե չէ, ունի դիաբետ թե չէ, ընտանիքում կան սրտանոթային հիվանդություններ թե չէ։ Դա իհարկե նաև կա լաբորատորիայի հենց կոնկրետ ռեակտիվի զգայունությունը ըստ դրա, բայց կարևոր է նշել, որ օրինակ մեր առաջնային օղակի բուժհաստատություններում, պոլիկլինիկաներում կատարվում է անվճար ընդհանուր խոլեստերինի որոշում, որը չի ցույց տալիս լավ ու վատի հարաբերակցությունը, սակայն ցույց է տալիս ընդհանուր խոլեստերինի, որը որ ունի որոշակի նորմեր, օրինակ մինչև 5.2-ը համարվում է ընդհանուր խոլեստերինի նորմա։ 5.2-ից բարձրը արդեն միանշանակ ցուցում է, որպեսզի հետազոտվի արդեն ըստ լավ ու վատ տեսակի։ Թեպետ իհարկե ընդհանուր խոլեստերինը չի համարվում հուսալի ցուցանիշ, բայց որպես նախնական սկրինինգային ու անվճար հետազոտություն տրամադրվում է պետության կողմից։ Հիմա մենք խոսեցինք լավ ու վատ խոլեստերինի մասին, բայց ինչպես ճանաչել դրանց։ Որտեղ են լավ խոլեստերինի աղբյուր հանդիսացող մտերքները կամ գործոնները եւ հակառակը։ Ինչից է բարձրանում վատ խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Իրականում բժշկության մեջ գիտենք մի փաստ, որ խոլեստերինը քիչ է ենթարկվում հենց սննդի ազդեցությանը, ավելի շատ դա ներքին մեխանիզմների արդյունք է, այսինքն արդեն նյութափոխանակությունը սկսում է վատ աշխատել, դրանից վատ խոլեստերինը բարձրանում է, բայց իհարկե սնունդը եւ ապրելակերպը շատ հզոր գործոն է դա կառավարելու համար։
այստեղ հարցը այն է, որ եթե կա բարձր խոլեստերին, մենք պետք է սկսենք առողջ ապրելակերպը իր բոլոր հիմունքներով, օրինակ սպորտով զբաղվել, ֆիզիկական ակտիվությունը, թողել ծխելը, քիչ օգտագործել ալկոհոլը, թվում է թե դրանք ուղիղ կապ չունեն, բայց հակառակը դրանք ապաքինում են մեր նյութափոխանակությունը։ Բայց սննդով եւս կարող ենք մի քիչ կարող ենք կառավարել, որ այսինքն մեր պարտքն է գոնե դա ապահովել։ Հետո արդեն մնացածը բուժելով ներքին նյութափոխանակությունը։ Լավ խոլեստերին սննդամթերքներից կգտնենք ձիթապտղի ձեթի մեջ, կգտնենք ավոկադոյի մեջ, ծովամթերքի, ձկնեղենի մեջ անպայման կգտնենք։ Բուսայուղերի տարբեր, ընկուզեղենի, ընդեղենի մեջ կգտնենք հաստատ լավ տեսակի ճարպեր։ Իսկ վատ տեսակի ճարպը թաքնված է կենթանական ծագման սննդի մեջ, օրինակ բարձր յուղանությամբ խոզի միսը կլինի վատ խոլեստերինի աղբյուր այս պարագայում։ Ճիշտ, օգտակար ճարպեն չեն։ Չէ, բայց ամեն ինչ իրականում հավասարակշռության մեջ է։ Եթե օրինակ պացիենտը չչարաշահի նույն այդ խոզի միսը, ոչ մի վատ բան իր հետ չի կատարվի, բայց եթե շատ հաճախ օգտագործի, կբարձրանա վատ խոլեստերինը։ Էլի, բայց ասում եմ, ինքը հիմնական խոլեստերինը բարձրանում է ներքին պրոցեսների պատճառով։ Սնունդը կարող է ուղղակի օժանդակող մի փոքրիկ մասը ապահովել։ Այդ դեպքում հարցնեմ, խոլեստերինի բարձր մակարդակ ունեցողները պետք է բացառեն օգտակար ճարպերը իրենց սննդակարգից։ Չէ, օգտակար ճարպերը պետք չի բացառեն։ Մեկ էլ այստեղ մենք խոսացինք լավ ու վատ խոլեստերինից եւ կա մի տեսակի ճարպ նաեւ, որը շատ կարեւոր է, դա տրիգլիցերիդներն են։ Տրիգլիցերիդները եւս ճարպային մոլեկուլներ են, որոնց բարձր մակարդակը բերում է սրտանոթային հիվանդությունների ու այսպիսի բան կա։ Եթե ասեցի, որ լավ ու վատ խոլեստերինը իրանք սննդով ուղղակի չի կապը սննդի եւ այդ խոլեստերինների, այս տրիգլիցերիդների վրա ազդեցությունը ուղղակի է։ Օրինակ, եթե հիմա մենք գնանք միասին ինչ-որ մի շատ ճարպոտ սնունդ օգտագործենք, օրինակ խոզի միս ուտենք, խոզի խորոված ուտենք ու գնանք անալիզ հանձնենք խոլեստերինի, առաջին հերթին կտրուկ փոխվելու է տրիգլիցերիդները, բայց այն մյուս ցուցանիշները շատ չնչին կարող է փոխվեն ի համեմատ քաղցած վիճակում հանձնածի։ Այսինքն տրիգլիցերիդները, որոնք որ առանձին մի ճարպային մոլեկուլներ են, որոնք որ իհարկե ացանցիալ են այս մյուս խոլեստերինի, իրանք էլ առանձին որպես վտանգ սրտի համար պետք է նորից ուշադրություն դարձնել իրա վրա։ Իրանց վրա շատ ուղիղ կապ ունի սնունդը, հենց ուղիղ։ Այսինքն հենց կենթանական ճարպ են ուտում, իրանք բարձրանում են։ Արդեն հարցը թե մեր օրգանիզմը ոնց դրա տակից դուրս կգա, թե ոնց կկայանա դա յուրացնել, կոմպենսացնել, դա արդեն կախված է մեր արդեն առողջությունից։ Դրա համար եմ ասում, որ ունիվերսալ չի ցուցանիշները։ Մեկի մոտ արդեն եթե խանգարված է նյութափոխանակությունը, չի կարողանա այդ կերած ճարպը չեզոքացնել, իսկ մյուսը, որ առողջ օրգանիզմ է, ռեսուրսներ ունի, կկարողանա դա չեզոքացնել։ Հասկանալի է, բժշկուհի, բայց բնական հարց է առաջանում, եթե սննդից չի խոլեստերինը բարձրանում, ինչից է բարձրանում։ Հենց սկսվում է ամեն ինչ նյութափոխանակության խանգարումներից, որոնք եկել են հավելյալ քաշից, ճարպակալումից, շաքարային դիաբետից կամ ուղղակի ընտանեկան ժառանգական ձևերն են։ Հենց բաներ են, որ ինչ որ չափով մենք թե գուցե կարողանանք կառավարել, ինչ որ չափով է չենք կարող։ Օրինակ ընտանեկան պատմությունը, ընտանեկան անամնեզը չենք կարող փոխել, բայց չծխելը կարող ենք, ալկոհոլ քիչ օգտագործելը կարող ենք, քաշին հետևելը կարող ենք։ Իսկ ստատինը խոլեստերինի իջեցնող դեղորայք առհասարակ սեռական հորմոնների վրա ազդում է։ Ուրեմն ստատինները մի խումբ են դեղերի, որոնք որ շատ արդյունավետ իջեցնում են վատ խոլեստերինը։ Այս դեղերի շուրջ շատ դեբատներ կան, շատ պացիենտներ խուսափում են այս դեղերից, բայց իրականում բոլոր ենթադրյալ եւ նաեւ փոքրիկ վնասները, որ իրանք հնարավոր է տան, երբեք չեն գերակշռում են բոլոր օգուտներին, որ իրանք բերում են։ Օրինակ, այս դեպքում ստատինները կարող են իջեցնել տեստոստերոնը, որոշ պացիենտների մոտ, ոչ բոլորի մոտ, բայց կարող են, այո, հետազոտություններ ցույց են տալիս, որ կարող են, բայց քանի որ այնքան է օգուտ տալիս, որ հետո այդ տեստոստերոնը ավելի շատ կարա արտադրվի, սովորաբար մենք խորհուրդ եք տալիս։ Կանանց մոտ մենոպաուզայի ժամանակ ինչպես է փոխվում խոլեստերինի մակարդակը եւ ինչու է փոխվում։ Այստեղ կարևոր է նշել, որ էստրոգենները կանանց առողջության համար շատ մեծ պաշտպանիչ գործոն են ու պաշտպանում են առաջին հերթին ոսկրամականային համակարգը։ Այստեղ մի հատ նաև մի քիչ հետ գնանք ու հիշեցնեմ, որ էստրոգենները ապահովում են ոսկրային խտությունը թե տղամարդկանց մոտ, թե կանանց մոտ։ Այս ուղղակի ես մեջ բերում։ Չնայած կանացի հորմոններն են, բայց տղամարդկանց մոտ նույնպես ապահովում են ոսկրային խտությունը, հիշեք։ Ու առաջին հերթին էստրոգենները կարևոր են օրինակ ոսկրային համակարգի համար։
Մյուս կարևոր համակարգը, որտեղ էստրոգենները ունեն պաշտպանիչ դեր, դա սրտանոթային համակարգն է եւ անոթների առողջությունն է, որն էլ որ կարգավորվում է վատ խոլեստերինի նվազեցմամբ եւ լավ խոլեստերինի ավելացմամբ, էստրոգենի ուղիղ ազդեցությամբ։ Իսկ մենոպաուզայի ժամանակ դա մի ֆիզիոլոգիական վիճակ է, մի նորմալ վիճակ է, երբ էստրոգենները սկսում են նվազել։ Ինչպես նաեւ տղամարդկանց մոտ եւս 30 տարեկանից հետո տեստոստերոնի քանակը սկսում է նվազել։ Այս իրավիճակում արդեն այդ պաշտպանիչ հզոր համակարգը թուլանում է, որտեղ էստրոգենները նվազում են ու ավելանում են բարձրանում է վատ խոլեստերինը։ Դրանով իսկ բացատրվում է հենց մենոպաուզայի տարիքի կանանց մոտ սիրտանոթային հիվանդությունների հաճախելիության բարձրացումը։ Ասում են նաև քաշի բարձրացումը, սա միֆ է։ Այո, հենց քաշի բարձրացումն էլ է կապված նյութափոխանակության խանգարումների հետ, որովայնային ճարպակալման ավելացումը, այդ ամբողջը հենց էստրոգենների հզոր պաշտպանիչ դերը կորցնելուց է։ Իսկ տղամարդկանց մոտ տեստոստերոնի նվազումը սեռական ցանկության պասիվությունը կապված է խոլեստերինի խնդիրների հետ։ Թե սա միֆ է։ Կապված է, ուրեմն խոլեստերինի բարձրացումը ինքնին խոսում է արդեն նյութափոխանակության խանգարման մասին։ Նյութափոխանակության խանգարումները երկու ձևով կարող են նվազեցնել տեստոստերոնը։ Առաջին հերթին այն մեխանիզմով, որը որ արդեն նշեցինք, որ քանի որ անոթների վնասում է գնում բարձր խոլեստերինից, նաև տուժում է արտադրությունը տեստոստերոնի։ Եվ մյուս ճանապարհը նա է, որ իրականում ինչքան շատ է ճարպային շերտը տղամարդկանց մարմնում, այնքան շատ է այդ ճարպային շերտում տեստոստերոնի եւ էստրոգենի, այսինքն կանացի հորմոնի փոխակերպումը ուժեղանում։ Մենք չպետք է պատկերացնենք ճարպային շերտը որպես пассив օրգան։ Իրականում այդ ճարպային, հատկապես որովայնային ճարպը դա ակտիվ օրգան է, որտեղ որ անընդհատ հորմոնալ փոփոխություններ են կատարվում։ Ու հենց այդ է պատճառը, որ երբ որ կա որովայնային հենց կարևորը որովայնային ավելորդ ճարպակալում, այդ ժամանակ մենք տղամարդկանց մոտ շատ հաճախ ունենում ենք սեռական ցանկության անկում, ունենում ենք էրեկտիլ դիսֆունկցիա, հոգնածություն, թուլություն։ Ու հենց այս ինչ որ նշեցի, դրանք են տեստոստերոնի նվազման ախտանշանները։ Իսկ կանանց մոտ էստրոգենների պակասը ինչպես է դրսևորվում կամ ինչ բարդություններ ունի։ Կանանց մոտ հիմնականում սեռական հորմոնների դիսբալանսը բերում է առաջին հերթին դաշտանային ցիկլի խանգարումներին, այսինքն կամ դրա բացակայություն կամ անկանոնություն, եւ եթե կանանց մոտ ավելանում է տեստոստերոնը, այսինքն արական հորմոնները, այդ ժամանակ տեսնում ենք հավելյալ մազակալում, այնպիսի հատվածներում, ինչպիսիք են օրինակ պարանոցը, կրծքավանդակը, որովայնի շրջանը, տեսնում ենք ակնե, արտահայտված յուղայնություն մաշկի, կարող ենք տեսնել արական տիպի ճաղատացում, մազաթափություն։ Իսկ սննդակարգը ինչպիսին պետք է լինի սեռական հորմոնների առողջ մակարդակի համար։ Ինչպես որ նշեցինք, պարտադիր է ներառել ճարպերը, առողջ ճարպերը մեր ռացիոնում։ Իհարկե, այն վնասակար ճարպերի մասին, որ կենթանական ճարպերն են, դրանք պետք չի բացառել։ Դրանք էլ տեղ ունեն մեր ռացիոնում, սակայն ամենօրյա բացառել տրանս ճարպերը, վերամշակված սնունդը։ Վերամշակված սնունդը ոչ մի առողջարար հատկանիշ չունի, միայն վնասում է։ Այ հենց դրանից է պետք խուսափել ու հանել մեր ռացիոնից։ Իսկ ավելացնել ու պահել պետք է լինի օրինակ ձկնամթերքը, ծովամթերքը, ինչ որ մենք նոր քննարկեցինք, օմեգա 3 պարունակող, դա կա նաև ընկույզի նուշի մեջ։ Այո։ Իրականում շատ հեշտ է հիմա ինֆորմացիոնը մեծ ռեսուրսների ժամանակաշրջանում շատ հեշտ է։ Կարող եք նաև օգտագործել արհեստական բանականության գործիքները, որպեսզի ձեզ տա առողջ հագեցած ռացիոն ճիշտ ճարպերով ու ճիշտ բաղադրիչներով։ Օրինակ նաև չմոռանանք բջջանյութի մասին, որը որ շատ կարևոր է։ Սենց տենենց ի վերջո բարձր խոլեստերինը հաղթահարվում է, երբ որ պահում ենք առողջ ապրելակերպ։ Առողջ ապրելակերպի մեջ մտնում են առողջ ճարպերը։ Բայց մեր հիմնական հաղորդման առանցքը ճարպերն են։ Ճարպեր, որոնք պատասխանատու են հորմոնալ առողջության համար։ Եվ շարունակելով թեման, ասենք ֆիզիկական ակտիվությունը ինչպես է ազդում հորմոնների առողջության վրա։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է նշեմ, որ բարձրացնում է օրինակ տեստոստերոնի մակարդակը եւ դրանով է բացատրվում, որ օրինակ մարզասրահում լավ մարզվելուց հետո շատ տղամարդիկ նշում են սեռական ցանկության բարձրացում։ Իսկ կանայք
կանեք, եւս առույգություն, ավելի էներգիայով լցվում են, դա էլ է տեստոստերոնի լավ էֆեկտներից։ Առհասարակ տեստոստերոնը էներգիա տվող այդ վառելիքն է, կարելի ասել։ Ու բայց սա այն տեստոստերոնը չի, որից պետք է վախենան, որ կարող է օրինակ մազակալեք, ոչ։ Այս այն կյանք տվող տեստոստերոնը, որովհետեւ ավելացնում է էներգիա։ Տեսակի վարժություններն են սովորաբար ավելի օգտավետ։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել տարբեր, օրինակ աստիճաններով բարձրանալ, իջնելը, քայլելը, այսինքն անպայման չի, որ մենք միանգամից պատկերացնենք մարզասրահ կամ ինչ-որ ծանր ֆիզիկական ակտիվություն, բայց խորհուրդ են տալիս, ուղեցույցները խորհուրդ են տալիս շաբաթական 150 րոպե ինտենսիվ մարզումներ, որոնք որ կարող ենք բաշխել օրինակ 5 օրվա մեջ 30 րոպե կամ ինչպես որ կցանկանա մարդը, բայց այդ 150 րոպեն ուղեցույցային խորհուրդ է։ Ինչպես նաև պետք է հիշել, որ չափազանց երկար ու չափազանց ինտենսիվ մարզումները կարող են ունենալ հակառակ էֆեկտ ու իջեցնել սեռական հորմոնների մակարդակը։ Իսկ սթրեսը եւ քունը կարող են ազդել հորմոնների եւ խոլեստերինի վրա։ Միանշանակ ազդեցությունը մեծ է, այստեղ պետք է հիշենք կորտիզոլ հորմոնին, ստրես հորմոնին, որը որ նպաստում է ճարպի կուտակմանը ու հետազոտությունները այո ցույց են տալիս, որ կորտիզոլի բարձր մակարդակը կարող է բերել նախ ճարպակալման համել հենց նյութափոխանակության խանգարումներին, բայց հենց կորտիզոլը նվազեցնելու ինչ որ մեթոդներ, ինչ որ դեղորայք չկա, ուղղակի պետքա փորձել մեր կյանքը ավելի ստրեսներից հեռու պահել։ Այո, եթե հնարավոր է, բայց դրա համար է խորհրդատրվում օրինակ զբաղվել յոգայով, մեդիտացիայով, տարբեր մեթոդներով։ Էնդորֆիններ են արտադրվում, այո, եւ ցանկության հորմոն, եւ այս ձևով կարող ենք մենք այդ կորտիզոլի մակարդակը արյան մեջ իջեցնել, բարձրացնել երջանկության հորմոնները, երբ է անհրաժեշտ ստուգել հորմոնները։ Եթե կան ախտանշաններ, ինչպիսիք են հոգնածություն, թուլություն, սեռական ցանկության նվազեցում, կամ էրեկտիլ դիսֆունկցիա տղամարդկանց մոտ պարտադիր պետք է դիմել բժշկի եւ կանանց մոտ, եթե հիմնականում կա դաշտանային ցիկլի խանգարումներ, կա մազակալում, քաշի տարօրինակ ավելացում երկու սեռերի մոտ էլ մազաթափություն կա, այդ դեպքերում հնարավոր է որ լինի սեռական հորմոնների շեղումներ։ Մեկ էլ շատ կարևոր է հենց հիշել ոսկրային առողջության մասը, եթե հայտնաբերվել է, եթե հանդիպում են հաճախակի կոտրվածքներ կամ տարիքային շեմը այնպեսին է, որ արդեն մենոպաուզայի տարիք է, պետք է նաև ուշադրություն դարձնել ոսկրային առողջությանը։ Կան գործոններ, որոնք հնարավոր չի կառավարել, դա տարիքն է, ժառանգականությունը, բայց ինչ կարող ենք մենք անել հորմոնալ առողջության համար, Իրինե։ Փոքր քայլերով պետք է շտկել ապրելակերպը, որի մեջ նաև մտնում է ճիշտ սննդային ռացիոնը, ավելացնելով օգտակար ճարպերը, հանելով ուլտրավերամշակված սնունդը, ցանկալի է նաև հանել քաղցր ըմպելիքները եւ ավելացնել շատ բջջանյութ, ինչպիսիք են բանջարեղենը, մրգերը եւ այլն։ Մյուս կարևոր գործոններից մեկը քունն է, որը որ պետք է լինի 7-ից 9 ժամ միջինում, չընդհատվող եւ ճիշտ ժամերին։ Իհարկե, այստեղ տուժում են մարդիկ, ովքեր ունեն հերթապահություններ։ Այո, բուժաշխատողները եւ մյուսները, ովքեր գիշեր են աշխատում համակարգչի առաջ օրինակ։ Ու հենց դա բարձրացնում է կորտիզոլի մակարդակը։ Բայց եթե մեր մասնագիտությունը այդպեսին է, որ ստիպված ենք հերթապահել, ապա գոնե մյուս գործոններով պետք է չեզոքացնենք։ Իսկ մյուս գործոնը դա բավարար հանգիստն է, բավարար մենթալ առողջությանը նպաստող գործողություններ անելը։ Օրինակ, ինչպես նշեցի, մեդիտացիան, յոգան, սպորտով զբաղվելը եւս ավելացնում է էնդորֆիններ, մեր սիրած գործով զբաղվելը, մեր հարազատների, ընկերների հետ շփվելը։ Այո, շնորհակալություն Իրինա, շատ կարևոր ինֆորմացիայի համար։ Այսպիսով մենք պարզեցինք, որ խոլեստերինը եւ սեռական հորմոնները խիստ փոխկապակցված են եւ դրանց առողջությունը կարևոր է թե ֆիզիկական, թե հոգեվոր մեր առողջության համար։ Զրուցում էինք էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շարունակեք հետևել մեր թողարկումներին։ Շնորհակալություն Նավիասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Ինչ հանդիպում։